Մարի, ինչ ես անում։ Գիրք էի կարդում։ Ես ամեն ինչ գիտեմ։ Ինչ գիտես։ Մարի, դու նորից չես տեսնում, պետք չի թաքցնել, ես ամեն ինչ գիտեմ։ Աշակ քերինա չի ասել, նա դրա իրավունքը չուներ։ Աշակը դա անելու իրավունքը ուներ, որովհետև սիրում է քեզ եւ անհանգստանում է քո համար։ Իսկ ինչ որ մեկը ինձ հարցրել է, թե դա ինձ պետք է։ Իսկ դու գիտես քեզ ինչ է պետք։ Ինձ ոչ մի բան պետք չի։ Ես ոչ մի բանի կարիք չունեմ, ոչ ոքի կարիք չունեմ։ Մարի, չի կարելի այդպես։ Չի կարելի, դու ոչ մեկին չես լսում։ Դու պարզապես հրաժարվել ես ապրելուց, պայքարելուց։ Ապրելուց։ Դու մտածում ես, թե ես ապրում եմ, հա? Իմ խղճուկ գոյատևելը դու համարում ես ապրել, Վարդան, ում է պետք այդպես ապրելու, ում? Ինձ։ Մարի, ես պատրաստ եմ ամբողջ կյանքս քո կողքին լինել, ոչ մի քայլ քո կողքից չհեռանալ։ Մարի, մենակ թե դու ապրես։ Իսկ ինձ ոչ մեկի խղճահարությունը պետք չի։ Մարի, բառերը մի խառնի։ Ինչ խղճահարության մասին է խոսքը, ես սիրում եմ քեզ։ Ինչ սիրո մասին կարող ես խոսել հիմա։ Մարի, այդպես մի խոսիր։ Վարդան, դու գիտես, որ ես մինչև վերջին շունչս չեմ մոռանա այն, ինչ որ ինձ համար արել ես։ Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Պետք է խոսել, Վարդան։ Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ ես չեմ մոռացել այն, ինչ դու ինձ համար արել ես։ Արի, քանի անգամ ասել, չխոսենք այդ մասին, ու հիմա էլ չէի խոսի այդ մասին, եթե մի հանգամանք չլիներ։ Ինչ հանգամանք։ Դու միշտ ասել ես, որ պարտք ես ինձ, ճիշտ է։ Ասել եմ։ Ուրեմն դուր պարտքդ, վերադարձրու քո կյանքը։ Վարդան, մի խոսի դրա մասին։ Մարի, ես ինչ-որ ուրիշ բանի մասին չեմ խոսում և ոչ էլ ուզում եմ, որ վերադառնաս ինձ մոտ, որ ապրես ինձ հետ, ես պարզապես մի բան եմ քեզանից խնդրում։ Ինչ։ Մարի, դու պիտի պայքարես, պիտի շարունակես ապրել, Մարի, պիտի գնաս վիրահատությանը և բուժվես, Մարի, ես քեզ մի բան եմ խնդրում եմ, որ ապրես։ Գնաց Էդգարը։ Հա, ճանապարհեցի։ Հայկ։ Քո արածը քո դուրն եկավ։ Ինչ ես խոսում։ Հայկ։ Դուր Էդգարի մոտ։
Դանիելի մասին խոսում էիր։ Չէր մտածում, որ կարող է Էդգարին ցավ պատճառել։ Ինչի է Էդգարին ցավ պատճառում։ Հայկ, Էդգարը գիտի, որ դու իր հայրը չես, բայց ինքը քեզանից չի հրաժարվում։ Դու նրա համար ոչ մի բան չես արել, հոգ չես տարել իր մասին։ Հետ գիտեմ, Հետո այն, որ դու քո հարազատ զավակի Դանիելի մասին խոսում ես Էդգարի մոտ, բա դա նրան ցավ չի պատճառի։ ես Էդգարին շատ եմ սիրում։ Գիտեմ, Հայկ, բայց ախր Էդգարը քեզանից ակնկալիքներ ունի, Հայկ, մի մոռացի։ Համո, դու իսկապես չես հավատում, որ Դավիթը կարող է որդին լինել։ Հայկ, ես արդեն ասեցի, երկու զուգադիպություն դա ոչինչ չի նշանակում։ Իսկ ես զուգադիպություններին չեմ հավատում։ Ես ուղղակի գիտեմ, որ կյանքում պատահականություններ չեն լինում։ Հայկ, ախր դու կարող ես նույնիսկ Արշակին վիրավորել։ Արշակի՞ն։ Հա, Հայկ, Արշակը լավ մարդ է։ Այդ գցի բռնի, որոշի թե ինչ ես անելու։ Ես իմ որոշումը արդեն կայացրել եմ։ Թե ես մի անգամ արդեն կորցրել եմ իմ տղայիս ու չեմ պատրաստվում երկրորդ անգամ կրկնել իմ սխալը։ Բայց դու ճիշտ ես։ Ես պետք է իմանամ ճշմարտությունը։ Եվ ինչ ես մտադիր անել։ Կգնամ գյուղ։ Ուր։ Գյուղ կգնամ այն գյուղը, որտեղ Արշակը ապրել է, մինչև Երևան տեղափոխվել է։ Հայկ, բայց Համո, Արմանը Էդգարին ասել է, որ Մարիի մայրը ապրել է Ծաղկաշատում, Ծաղկաշատ գյուղում։ Ես կգնամ Ծաղկաշատու, կպարզեմ Արշակի ով լինել։ հիմա ես ուզում գնալ։ Հա, հենց հիմա։ Էլ ինչի ցկցկ եմ։ Հենց հիմա էլ կգնամ։ Հենց սենց մի անգամից, Հայկ։ Համո, ես արդեն շատ եմ ուշացել։ Ու եթե ամեն ինչ ճիշտ է, ես արդեն ժամանակ կորցնելու իրավունք չունեմ։ Հայկ, Ասա, զգույշ կլինես, Հայկ։ Շուշան, Շուշան, այգնի կարետես այսքանը հերիք չի։ Այմար դե փչի էլի, ծանր գործա, կարող եմ երկուսը պայթեմ փչի։ Ինչ էլ հեշտ ես խոսում, հլար մի երկու այդ փչի էլի, բերարը սխալում է, էլ չեմ ասում գլուքս էլ պռում արդեն։ Փչի, Արշակ ջան, ամեն օր տղուց ծնունդը չի, փչի։ Հլը, նստի բան եմ ասում։ Հազար գործ ունեմ։ Այդ գործը չի փախնում, նստի։ Ինչ եղավ այ կնիկ։ Որ նստեցի, այ նորը զգացի, թե ինչ հոգնած եմ։ Շուշան, ասվեր հիշում ես,
Այն օրը օրնեք Դավիթիս գտանք։ Արշակ։ Հա ինչ հայկրիկ մոռացել ես երեխեքը տունը չեն։ Չեմ մոռացել, բայց ինչ անեմ, ես վերջերս այնքան կողմնակի մարդ է մեր տանը լինեմ, որ մեջս վախ կա։ Շուշան, ես ինչ եմ ասում, դու ինչ ես ասում։ Հիշում եմ, արցակ ջան, ոնց կարող է չհիշեմ։ Իմ ամենաերջանիկ օրը։ Իմ էլ Շուշան, իմ էլ ամենաերջանիկ օրն էր։ Աստված մեզ նվեր արեց, մեծ նվեր։ Մամ, պապ, Եկար բալես։ Դավիթ նորա։